ես չեմ հավատում, որ իրենք ամեն ինչ անում են, որովհետև այդ ամեն ինչը չի երևում։ Եթե անում են, թող մի բան ասեն, այսօր Ադրբեջանի նախագահը ստիպում է ինչ-որ անկախության համաձայնագիր Չակերտավոր անունով ինչ-որ թուղթ է ասում, մեր երկրի ղեկավարը, եթե իրոք մտածեր այդ ամեն ինչի մասին, նախ եւ առաջ պետք է ասեր, արի մեր գերիներին բաց թող բոլորին։ Նոր մենք կնստենք, կքննարկենք այդ անկախության թե հռչակագիրա, թե համաձայնագիրա, թե պայմանագիրա։ Իշխանության ներկայացուցիչները, օրինակ այսօր Ալեն Սիմոնյանն ասել է, որ այդ հարցը առաջ քաշելով բանակցությունները հնարավոր է գնան փակուղի։ Իսկ կներեք, ինչ է նշանակում բանակցությունները կարող են գնալ փակուղի։ Հայաստանի Հանրապետությունը ունի սահմանադրություն ու իշխանավորները պարտավոր են ենթարկվեն այդ սահմանադրությանը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիներին պետքա պաշտպանի աշխարհի ցանկացած անկյունում։ Եթե այսօր մեր քաղաքացիներին տանջում են Բաքվի բանտերում, եթե այսօր մեր քաղաքացիներին Բաքվի բանտերից ապօրինի դատավարություն են իրականացնում, այդ մարդկանց հետ ինչ խաղաղության մասին է խոսքը, ոնց կարելի է վստահել այն իշխանությանը, որը թույլ է տալիս իր քաղաքացիները ուրիշ թշնամու տարածքում բանի ենթարկվեն, տանջանքների, խոշտանգումների ենթարկվեն։ Բանակցում են, բայց կոնկրետ այդ հարցով այս պահին որևէ արդյունք չեն հասել եւ որքան այսպես ասած խոսում են, քննարկում են այդ թեման, այնքան ավելի դժվար է դա։ Ուրեմն ասեմ, ոչ մի արդյունքի չեն հասնելու։ Ոչ մի արդյունքի չեն հասնելու, որովհետև պարտված ղեկավարություն են իրանք, կապիտուլյացիա ստորագրած ղեկավարություն են, Ալիևի պահանջներ իրանք անընդհատ կատարել են ու հիմա իրանք կատարողի դերում են։ Մեզ պետք է նոր իշխանություն, որը կգա, որը Ալիևին ենթարկված չի լինի, որի վրա կներեք, որ այս բառը պետք է օգտագործեմ, Ալիևը վերխվեկալած չի լինի, ու նոր իշխանությունը, նոր մարդիկ արդեն կարող են գալ որպես հավասարը հավասարին բանակցեն, այլ ոչ թե բանակցեն որպես կապիտուլյացիա ստորագրած մեկի հետ, ոնց որ Ալիևն է։ Հիմա կա հաստատի հաղթած կողմ ու պարտված կողմ։ Ինչի պետք է հաղթած կողմը, ռեալ ուժեղ կողմը ինչ որ զիջումների գնա։ Այդտենց չի լինում։ Դրա համար կապիտուլյացիա ստորագրած ղեկավարությունը պետք է հեռանա, գա նոր իշխանություն ու ինձ համար ասեմ, որ մեկա թե ով կլինի, ուղղակի նոր իշխանություն այս երկրի, որը կապիտուլյացիայի հետ կապ չի ունենա, որը հավասարը հավասարին արդեն կսկսի բանակցել նախ մեր գերիների համար, հետո արցախցիների ինքնորոշման իրավունքի համար, նոր դրանից հետո արդեն մենք կարող ենք ինչ-որ խաղաղության մասին հարցեր քննարկել։ Քանի այդ ամեն ինչը չկա, քանի Բաքվում են գտնվում իմ հայրենակիցները, իմ համաքաղաքացիները, ես այդ մարդկանց հետ խաղաղ չեմ ապրի։ Ես չեմ ապրի խաղաղ այն մարդկանց հետ, ովքեր այսօր մտել են իմ տունը քանդել են, ես իդեպ ասեմ, որ արցախցի չեմ ծնունդով, բայց Արցախն էլ իմ տունն է, իմ հայրենիքի մի մասն է։ Մտել են իմ տունը քանդել են, իմ աղբերներին սպանել են, ու այսօր ես ասում եմ, դե լավ, ինչ եղել է, եկենք մոռանանք, ով էլ ձեր մոտ է, թողենք իրանք էլ ձեր մոտ մնան, մենք խաղաղ ապրենք։ Չէ, այդպես չի լինում։ Вообще Գազանը գիշատիչը ու ոչ գիշատիչ կենթանին իրար հետ խաղաղ չեն ապրում։